Մինչ բուհական մարզամշակութային ունիվերսիադան ապրիլի 10-ին ավանդույթի ուժով իր 7-րդ մեկնարկը տվեց հայ-ռուսական համալսարանում։ Այս անգամ այն կտևի ապրիլի 10-ից մինչև մայիսի 2-ը։ Մարզամշակութային ունիվերսիադաների անցկացումը կրթօջախներում որպես ավանդույթ խորհրդային միության ժառանգություն է։ Այն իր մեջ կրում է երիտասարդ ներուժի միասնության սիմվոլիկան եւ արդար մրցակցության գաղափարախոսությունը։ Եվ ահա Երևանում այս գեղեցիկ ավանդույթը հաճույքով շարունակում են սլավոնական համալսարանականները։ Մյուս բուհերին համախմբելով ամեն գարուն։ Մրցումների նպատակն է սպորտի տարածումն ու զարգացումը բուհերում, սպորտային վարպետության եւ փորձի ձեռքբերումն ուսանողների շրջանում։ Այս տարի մասնակցում է 17 բու, Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերին մենք ուղարկում ենք հայտերը, ըստ որի իրանց արդեն համաձայնության արդեն մասնակցում են մեր ունիվերսիտետում։ Միջբուհական առաջնության ընթացքում ուսանողները կմրցեն բասկամարտ աշձեռքով եւ բադմինտոն մարզաձևերում։ Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը ողջունեց ունիվերսիադայի մասնակից 17 բուհերի ուսանողներին։ Ի երախտագիտություն հայտնեց կազմակերպիչներին։ Թող ձեր ընտրած մասնագիտության մեջ մրցակցությունը ձեզ մղի արարելու, ստեղծելու, պաշտպանելու մյուսներին։ Խաղաղություն բոլորիս եւ սպորտային հաղթանակներ, ասաց բուհի ղեկավարը։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալություն բոլոր համալսարանների ռեկտորներին, ուսանողական խորհուրդներին, առանձին շնորհակալություն ես ասեցի իհարկե մեր ամենաակտիվ եւ ամենահարազատ բուհին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային։ Բարի երթ, շնորհավորում եմ բոլորին։ Ուսանողական ունիվերսիադան սպասված իրադարձություն է բուհերում։ Մեկամսյա միջոցառումների մեկնարկին, մրցույթներին ու հաղթանակներին ուսանողներն ամեն անգամ յուրահատուկ ձևով են պատրաստվում։ Պլեխանովի Երևանյան բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն ափսոսում է, որ իր ուսանողական տարիների խորհրդային ավանդույթները ջարդվում ու մոռացվում էին Երևանում։ Շատ կցանկանայի, որպեսզի այս հին սովորույթը, որը մենք չենք տեսել, քանի որ 90-ականների վերջում ենք արդեն սովորել համալսարանում եւ այդ խորհրդային ունիվերսիադա գաղափարը արդեն իշ չկար, ավելի ընդլայնվի, դուրս գա նաեւ Հայաստանի սահմաններից դուրս եւ ինչու՞ չէ անցկացվի նաեւ մեր բարեկամական բոլոր ժողովուրդների միջև։ Պետք է սատարենք նման միջոցառումներին, ինքս ես պատրաստ եմ հետագայում, եթե դա փորձենք ընդլայնել, իմ ռեսուրսով աջակցել այդ ամենին այս սպորտաձևերում։ Շատ կարևոր բան է մասնակցել, հաղթել, ստեղծել նոր կոմունիկացիաներ, նոր հաղորդակցության ձևեր, տարբեր բուհերի ուսանողության միջև եւ որը որ կարելի է հետագայում օգտագործել բազմաթիվ նախագծեր իրականացնելու համար, բազմաթիվ երազանքներ իրագործելու համար եւ լինելով Պլեխանով համալսարանի հոգաբարձուների խորհրդի ղեկավար, ինքս շատ տարբեր ծրագրեր եմ խրախոսում, որոնք որ միտված են առողջ ապրելակերպի, ինտելեկտուալ զարգացմանը, ուսանողության շրջանում շատ կարևոր է զբաղվել սպորտով, քանի որ սպորտը սովորեցնում է լինել պատվախնդիր, լինել ընկերասեր, լինել մրցունակ եւ շատ ոչ դրական երևույթներից հեռու է պահում։ Անչափ տպավորիչ էր մրցույթի բացման արարողությունը, հյուրերը, ուսանողները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները ծաղիկներ խոնարհեցին մարտական գործողությունների ժամանակ զոհված ուսանողների եւ շրջանավարտների նվիրված հուշարձանին։ Ունիվերսիադան երիտասարդ համախմբման լավագույն արտահայտումն է եւ պետք է ասեմ, որ ունիվերսիադայի ժամանակ բուհական համախմբվածությունը այնքան շատ է, պետք է ներկա լինել միջոցառումներից որևիցե մեկին, որ տեսնեք հայ երիտասարդի, այսպես ասեմ, զարկերակը, որովհետեւ օդում հայրենասիրության շունչն է, էներգիա է։ Այս պայդրությամբ հայ-ռուսական համալսարանում ամեն տարի կայանալիք միջոցառումներից մեկն է տեղի ունենում, որը բավականին մասշտաբային եւ մեծ միջոցառում է, կոչվում է ունիվերսիադա։ Նա իր մեջ ներառում է Հայաստանի գրեթե բոլոր բուհերին, ովքեր որ գալիս են մեր համալսարան, կազմակերպչական աշխատանքներով օգնում են մեզ, ինչու՞ չէ նաեւ մասնակցում են բազմապիսի միջոցառումների, թե սպորտային, թե ինտելեկտուալ, թե մշակութային։
Սպորտային մրցաշարում առաջին մրցույթները բասկետբոլ, հրաձգություն, սեղանի թենիս եւ շախմատ մարզաձևում են։ Իդեպ, Ունիվերսիադա 2025-ի ծրագիրն հագեցվել է եւս մեկ մարզաձևով՝ լողն է ավելացել։ Այս տարի առաջին անգամ Ունիվերսիադային միացավ մեր լողը, քանի որ մեր սպորտ կոմպլեքսում այս տարի բացեցինք արդեն լողը, որը ստանդարտներին բոլոր համապատասխանն է եւ որոշում կայացվեց լողը նույնպես ներգրավել Ունիվերսիադայի մրցաշարի մեջ։ Ուսանողների խոսքով Ունիվերսիադա միայն իրենց մրցակցությունը չէ, սա հարթակ է, որտեղ բուհերն համեմատվում են գիտելիքներից զատ, նաև դասախոսական ջանասիրության տված պտուղներով։ Հուսով ենք, որ լավ կներկայացնենք համալսարանը եւ մաղթում ենք բոլոր համալսարաններին հաջողություն։ Բուհական հաստատությունները Ունիվերսիադայի ուսանողական մրցաշարերի գործուղում են իրենց առաջատար եւ ակտիվ ուսանողներին։ Գայթակղություն է մասնակցությունը ուսանողի համար, իսկ գավաթներով բարձր արդյունքները բուհի հեղինակության համար։ Ունիվերսիադան դա հարթակ է, որտեղ հանդիպում են ոգին, ուժը, համարձակությունը եւ իհարկե ի վերջո հաղթանակը։ Վերջում հաղթում են ուժեղագույնները, բայց շահում են բոլոր մասնակիցները, ստեղծած նոր շփումների, համերաշխ կապերի եւ միասնականության ուժով։ Աննա Հայրյան, Սուրեն Դավթյան, Եվրոմեդիա 24։